Մենք հանդիպել ենք 2005 թվին, ապրիլին, որ աքույրս տեղ գյուղում էր, հենց գյուղում էլ ծանոթացանք, որ տեսանք ու հավանեցինք իրար, ու մեր ընտանիքներն էլ համաձայն եղան, ու տենց մի 5 ամիս նշանված մնացինք, նոյեմբերին ամուսնացանք։ Շատ լավ էր, որ շատ լավ անձնավորություն, չգիտեմ, ես ուրախ էի, որ իրան հանդիպեցի, որտեղ ինքը շատ հոգատար ամուսին էր ու հոգատար հայր։ Չգիտեմ, ափսոս, որ կարճ տևեց։ Շատ էր սիրում իր ընտանիքը, ամեն ինչ անում էր, որ լավ լիներ, երեխեքը չնեղվեին։ Ամեն աշխատանք անում էր, որ երեխեքը ոչ մի բանից չնեղվեին, դպրոցի, պարտեզի, ամեն ինչում օգնում էր, աջակցում էր, ասում էր ես կամ ու դուք չեք նեղվի, ամեն ինչում։ Չգիտեմ, ինքը շատ լավ անձնավորություն էր։ Ինքը աշխատում էր ստեղ քարի ցեխում, Արմաշիում, հետո լճերում աշխատեց, հետո ստացվեց, որ գնաց պայմանագրային, ասեց ամենամշտական ու ճիշտ գործն է։ Ճիշտն ասած ես համաձայն չէի, ես միշտ դեմ եմ եղել։ Ասեց գնում եմ փորձեմ, գնաց, եկավ, ստացվեց, 5 ամիս էր, որ ընդունվել էր, աշխատում էր, Երասխավան հենց դիրքերում էր, ասում էր շատ լավ է, մի նեղվի, ամեն ինչ նորմալ է, ասում էր Ղարաբաղ է, բայց ստեղ ամեն ինչ կարգին է լինելու, ու հոկտեմբերի 9-ի իրիկունը զանգեց, ասեց մեզ տեղափոխում են։ Ու անսպասելի էլի, որ մենք չէինք սպասում, ասում մենք էլ չգիտենք, անսպասելի մեզ տեղափոխեցին։ Տենց տարան, գնացին, այդ հոկտեմբերի 10-ին էլ կիսուր մայրիկս տենց վատացավ, իրան տեղափոխենք հիվանդանոց, այդ վիճակին ու 13-ի իրիկունը հենց մահանում է կիսուրս նոր Հովոն Լուսադեմին։ Ու անսպասելի է, որ մեկը մեկի մահը չիմանալով, տեղը չիմանալով։ Չգիտեմ, շատ բարդ պահեր էին, որ ես մենակ էի, կողքս մարդ չկար, իմ համար այնքան դժվար էր, ասում ես սենց բան, բայց եղավ։ Հենց չաստից ասեց գնում եմ, ավտոյով գնաց, ասեց գնում եմ, հետա կգամ։ Գնաց ու 2 օր, 3 օր, 4 օր, ասեց չեմ գալու։ Ու գնաց, հենց տեղից էլ գնացել է, Երասխավանից էլ տարել են։ Ես սպասում էի, որ կգա, ասում եմ գնամ գամ, բայց չեկավ, ջրականում էր։ Հենց այդ գիշերը խոսացի, որ ասի, որ մայրիկդ լավ չի, հիվանդ այն, որ քեզ է ուզում, այն, որ շենց, ասեց Սոնա, դիմացի միջև Լուսադեմին հրամանատարն ասել է չեմ կարա հիմա տեղափոխեմ, որտեղ մութա տեղը չես իմանա, խառնա։ Մնա առավոտը միջև 7-8 տունը կլնես։ Ասի լավ, 7-8-ը արդեն խաբարն եկա, որ ժամը 6-ին դեպքն եղել էր։ Ինքը ասեց ես գալիս եմ, այնքան լավ է, հույս էր տալիս, լավ է լինելու, բայց ես զգում եմ, որ ինքը ավելի շատ վախ կար մեջը, որ ինքը մտածում է, որ էլ չի գալու։ Ամեն երեխեքին լավ նայի, մամային լավ նայի։ Ասում եմ վադու, ասում եմ ես կգամ, հույս էր տալիս, ես էլ հույսով սպասում էի, ասում եմ հա արի։ Երբ որ իր մայրը մահացավ, ես այն որ ոչ մի բան աչքից չէր երևում, ասում էի գոնե ինքը գա, ու 2-3 ժամ հետո ասում եմ, որ սենց է, չգիտեմ։ Այն վաղ մեծս 15 տարեկան էր, Ֆստիկը 8-9 տարեկան էր, չէին պատկերացնում ու չէին հավատում։ Բերել են, մամա, պապան, ասի հեսա, տատին, ասի եկան բերեցի մոտը, ես այդ պահին ոչ մի բան ոչ հիշում եմ, ոչ մի բան չեմ, вообще մտքովս ոչ մի բան չէր անցնում։ Բայց եկան տեսան երեխեքը։ Մի անգամ նստած ենք, Տիգրանս ասեց. մամ, նես կուզեմ տատին պապին տունն լնեին։ Ասում խի բալես, ասում տունը դատարկ է, այդ երեխեն փոքր է, ու պապային կարոտել եմ։ Մեկ որ գնում ենք գերեզմաներ, ահա որ նստում ենք, երկար զրուցում են երեխեքը, գալիս ենք, չգիտեմ։ Հիմա ասում եմ ես եմ համ մաման, համ պապան, ես էլ այն որ իմ ցավը վիշտը մոռանում եմ, խեղտելով ինձ, ասում եմ գոնե երեխեքս իրենց լավ զգան, կոտրված չլինեն։ Մամ ասում է ինչքան ուժեղ ես դու որ դիմանում ես, ասում եմ Աստծո ուժն ա տվել, Աստված է իմ հետ, ինչ անեմ։ 13-ին որ դեպքը եղավ, ինքը հետ մոտիկ ընկեր ուներ, որ զոդից էր,
ինքն էլ է վիրավորվում, որ վիրավորվում է, հետո ուշքի է գալիս, ասում է, բա հովոն, տղայք, հովոն, նոր տեսնում է, որ արդեն հողի տակից իրան հանում են, էլ արդեն այդ հողը լցվել էր վրան, տակից հանում են, բիզներ ջարդած լինում։ Ու այդ պահին, ասեմ, եթե ինքը չլներ իր մոտիկ ընկերը չհիշեր իրան, ասենք, ոչ մի բան, ես կարող եմ իջեմ ասես նստած սպասեի իրան, որովհետև սաղ փախնում էին, եղբայրս էլ անդեցարայ է, ինքը փախավ եկավ, ասենք, թողեց եկավ, բայց ինքը հովոն ասես, չէ, ես չեմ գա, իմ ջոկատին չեմ թողի, կմնամ միասին կգանք, այս երկորն այսա կավարտվի կգամ, բայց այդ դեպքն եղավ, 15-ին էլ ինչ տվեցին, չէ, ջրականը հանձնեցին, չգիտեմ, իր չաստի տղաները, որ եկան ստեղ, հոգեհանգստի ժամանակ հաջորդ օրը նորից գնացին, որ գնացին, էլ չեկան, շատը նորից վիրավորվան, զոհվեցին, այտենց շատ-շատերը զոհվեցին, բայց ես չէի ուզում, որ ինքը եթար այդ գործի, միջև վերջել ես դեմ եմ ելել։ Ինքը ասում էր շատ լավ է, մի նեղվի, ամեն ինչ լավ է լինել, հանգիստ գործ է, բայց ինչ կմտածեր, որ մի օրում ինչ կստացվեր։ Այդ օր ինքը 15 օրը ավարտեց, եկավ տուն, մի օր էր մնացել տունը, հաջորդ օրը տագնապրա, սոնեթում եմ չաստ, ինչ հալ եթամ կգամ, ու գնաց։ Դա հոկտեմբերի 8-ին էր, 8-9-ին։ Խիստ էր, որպես հայր շատ լավ էր, եթե ինքը տունն էր լինում, երեխեքը լոր ջանում էին, հարևաններն ասում էին, երևում է, որ պապան տունն է, սուսա, ձևատ փոքր են, շատ չար էին, բայց հենց որ դուս էր գալիս, շատ չար էին անում, ինքը ինձ օգնում էր, շատ էր օգնում, բայց որ գալիս էր իրանց ուրախություն էր, իրանց պապան, մեծ տղաս իրան նման է, ու ինքան է շատ ասում, պապային նման եմ, ու ես ամեն ինչ անել եմ, որ դու չնեղվես, միշտ ամեն ինչով քո կողքին եմ, ամեն օր որ գալիս էր, ասում էր, որ պետքա սովորեք, ուսումը, խելոք մնաք, լսեք, ամեն ինչ անեք, լավ ու վատը իմանաք, որ ձեր կյանքում ոչ մի բան չլինի, ծնողը հաստատ չի ուզենա, որ ձեր ոտքը քարին է, մեկ ջղայնանում էր, ասում էր, պապան ջղայնած, ասում էր, ջղայնանում է, որ հաջորդ անգամ սխալը ուղես, սխալ բան չանես։ Հիմա մեկ ասում եմ, Երանի պապան ստեղն էր, մի հատ էր խորհուրդ իրանից հարցնել, միշտ հոպար քերի ունի, բայց ինքը ուրիշ էր, ծնողի ասվածը ուրիշ էր։ Այ ես հիմա եմ զգում, որ իրանք մեծ են, շատ վաղ ինձ չեն լսում, բայց հայր ծնողի ուժը, ասածը, խորհուրդը ուրիշ է։ Մայրը դե ասում է, բայց մորը շատ վաղ չեն էլ լսում, տղա են։ Բայց իսիմ մի օր կհասկանան էլի, դժվար է, բայց էդ է։ Շատ ընկերասեր էր։ Ամեն ինչ անում էր, որ ընկերը չնեղվեր, իր գործը թողեր, իր հոգսը, ասենք, թողում էր գործերը, ընկերը եթե նեղության մեջ էր, ամեն ինչ անում էր, որ ինքը իր ընկերոջը հասներ։ Ընկերներն ասում, մինչև հիմա էլ որ գալիս են, ասում որ գալիս ենք, շատ ենք նեղվում։ Հովոն ուրիշ էր, հովիկն ուրիշ էր։ Տղաները գալիս են, գնում են, միշտ այցելել են չաստի տղաները։ Ասում են, դե ինքը շատ լավ անձնավորություն, ու այդ դեպքի օրը ինքը 5 զինվորի կյանք էր փրկել էր, եղել դիրքերից իջասրելու պահին բարձացել է ու այտենց մնացել է այնտեղ, բայց մի քանի հոգու կյանք փրկել է, երբ որ զանգեց, ասեց Սոն, ես գալու եմ, անպայման գալու եմ, այնպես վստահ էր էլի ասում, ես ոնց որ հույսը ասում եմ լավ է, փառք Աստծո, թող գա, բայց այդ օրը զանգեցին, ասին չէ, չկա։ Մի անգամ հենց նստած ենք, ասեցի, բա Հովոն երբ է գալու, ասես կգա, հեսա կգա, ասի երբ, մեկ էլ միամիտ մորքուրիս աղջիկը ասեց, հեսա երկուսին էլ կբերեն, կգան, ասի ոնց երկուսին էլ, ու միասին էլի համ իր մամային համ, ասի ոնց երկուսին, ասեց հա, արդեն սաղ գիտեն, ես չգիտեի, ինձի չէին ասեն, որ սենց երևում է, որ ահավոր վիճակ է, բայց ես չէի պատկերացնում, ինչ է կատարվում։ Հետո որ միամիտ ասեցին իհարկե, ասի ոնց, ասեց հա, էլ ոչ բան չեմ հիշում, չեմ անում, ինչ հայլ է, ոնց հայլ է։
ինքը ամեն ինչ անում էր, ոչ իր հայրը, մայրը, ոչ ես, ոչ էլ երեխեքը, ինչ որ հարցում ոչ նեղվեինք ու ոչ չէր սիրում, ոչ մեկին նեղություն տար, չէր իմանում, բայց ամեն ինչ անում էր, որ ինքը աներ, ոչ մեկին նեղություն չտար։ Ասում էի, հո մի հատ հարցրով, մի խորհուրդ, բան ասում է, չէ, ինչ նեղություն տամ, կարամ կանեմ, չեմ կարա, ոչինչ, մի անգամ չեմ անի, հաջորդ անգամ սխալս կողեմ։ Դաժե հորեղբոր տղան էլ ջղայնանում էր վրան, ասում է, մի բերան ասա, ասում է, չէ, ես չեմ ուզում նեղություն տամ, չէր սիրում։ Շատ հոգատար է, շատ։ Ու համբերատար, ամենակարևորը համբերատար, ասում է, տղամարդն այսքան համբերատար, ասում է, հա, ոչի, պոտենցիալ է պետք, որ կարողանանք ապրենք։ Հենց այդ, ուզում ասեմ, այդ թղթերի բերելու օրը, որ ընդունվել էր, ես այդ օրը ճիշտն ասած հետը չխոսացի, նեղացել է, ասում էի չեմ խոսում, հետը դու ինձ չլսեցի, իրոք ես չէի ուզում, ես այն որ զգում էի, ասի չեմ ուզում, ասում է լավ կլինի, խես վատով մտածում, ասի դա որոշել ես գնա Աստված քո հետ, ինչ ասեմ, գնաց, 6 ամիս, փետրվար մարտին ընդունվավ, դոկտեմբերին դեպքն եղավ, շատ էր սիրում երեխեքին, իրանց ուրախություններ, ասում եմ, ես որ մտնում եմ տուն, ես ամեն ինչ մոռանում եմ, այդ հոգնածություն, սաղ մոռանում եմ։ Այն վաղ, որ մենք նշանված ենք, մի տարի կանք ստեղ, եկան ասում եմ, վայ, երբ կլինի երեխեքը ծնվեն, մեծանան, խաղան, խառնեն, այն որ ուրախ, ասում եմ, հələ համբերի, ասում եմ, չէ, շուտ լինի, շուտ, վռազում էր, շուտ լինի։ Միակ զավակն էր, քույր եղբայր չուներ։ Միշտ ասում եմ, Երանի մի քույր, մի աղբեր ունենայի, կարոտ էր։ Ասում եմ, ոչինչ, հետա տղաներդ կամուսնանան, թորնիկներով ուրախանաս, ասում եմ, քույր աղբերն էի ուզում։ Աղջիկ շատ էր ուզում, շատ, երազանքներ իրան։ Ասում եմ, մի հատ աղջիկած ասում եմ, ենքան եմ էր ես տալու, որ տղաների հախից կամ, շատ էր սիրում աղջիկ։ Քրոջս երեխաների համար, սաղ աղջիկ են, ասում եմ, հենց գալիս են իրանց ուրախություն, հովիկ հոպար ուրախանում էին, որտեղ իրանց շատ էր սիրում։ Մեծ երազանքներ ուներ, նպատակներ ուներ, այս կանենք, այն կանենք, տղա են, կմեծանան, մեզ կօգնեն, լավ կլինի, միշտ ասես նպատակասլաց այդում էր, ասում եմ, Երանի քո այն որ նպատակդ ուժեղա, ինքը միշտ հավատում էր Աստծուն։ Դրա համար միշտ ասում էր կլինի, կստացվի ու այդում էր առաջ նպատակը դրած, այդում էր առաջ ու ստացվում էր մոտը։